Այս պահին ես գտնվում եմ աշխարհի ամենավտանգավոր ու բարձր մահճակալի վրա, որտեղ անցկացնելու եմ ուղիղ 24 ժամ։ Մահճակալի բարձրությունը 20 մետր է, իսկ շրջակայքս ամբողջովին բաց է։ Եվ այո, այստեղ նույնիսկ չկան ապահովության համար ամենակարևոր միջոցները։ Պետք է ամեն վայրկյան շատ ուշադիր ու զգոն լինեմ, քանի որ այստեղից ընկնելը կարող է ճակատագրական դառնալ ինձ համար։ Մի քիչ շարունակվի, արդեն այրվածքներ եմ ստանալու արևից։ Ավելի ահավոր է դառնում այս 24 ժամը։ Սունկի մեջ մի բան շարժվում է։ Ռաֆո կմորթեմ քեզ, արա։ Այս ամենը չհաշված իմ ընկեր Ռաֆոն, ով այս պահին գտնվում է ներքևում, ինձ համար պատրաստել է շատ ու շատ չելենջներ, որպեսզի այս 24 ժամ չելենջը հնարավորինս բարդ անցնի։ Ինչ կա, ոնց ես։ Պատրաստ ես։ Այդտեղ քո համար հանգիստ, հա։ Պատրաստ եմ, բայց ահավոր է։ Ուճուր եմ երևում։ Այսքան ես երևում վերևից, այսքան։ Ամեն անգամ ես քեզ տալու եմ չելենջ ու եթե դու այդ կատարես ու ճիշտ կատարես, դու ստանում ես +1 միավոր։ Okay, այդ ամեն ինչը Ռավ ես հասկացա, բա այդ միավորները որ հավաքեմ վերջում ինչ է լինելու, մի հատ այդ ասա։ Դե եթե Կարոն հավաքեց 5 միավոր, մի քիչ քիչացնեմ կառավաթը, որ մի քիչ ներքև քնի։ Բայց եթե չհավաքեց 5 միավոր, գիշերը հենց այս բարձրության վրա եմ լինելու։ Առաջի փուլի համար Կարոն պետքա վերևից այս գնդակները գցի այս դույլի մեջ։ Առաջին չելենջը փաստորեն բասկետբոլի գնդակներով է։ Հենց գոնե մեկն էլ գցի այս դույլի մեջ, ուրեմն կստանա մի միավոր։ Աստված իմ էս ոնց է ճոճորվում։ Հիմա կասեք այս գնդակները ոնց եմ իրան հասցնելու։ Այսինքն գնդակները դնում ենք դույլի մեջ ու բարձրացնում ենք վերև իր մոտ։ Պատրաստ ես։ Միշտ պատրաստ, Ռավ։ Դե ինչ բարձրացնում ենք բասկետբոլի գնդակներով զամբյուղը վերև։ Երկու հատ այստեղ է գտնվում, դեռ երկու հատ էլ պետք է ուղարկի վերև։ Ճո, բարձրացրա։ Գոնե 4-ից մեկը պետքա գցես դույլի մեջ։ Դե ինչ 4 գնդակները գտնվում է իմ մոտ, տեսնենք գոնե այս 4-ից մի հատը կկարողանամ գցել դույլի մեջ, թե ոչ։ Եթե գցեմ կստանամ 1 միավոր։ Գնացինք։ Պատրաստ ես։ Բա ոնց, գնացինք, ահա որ ոգևորված եմ ես արդեն։ Հուսանք կհաջողվի ինձ մոտ։ 3, 2, 1։ Օրո համարյա անգնում էր։ Դեռ 3 հատ ունեմ, հուսանք գոնե մի հատը կգցեմ ու կստանամ 1 միավոր հենց առաջին փուլում։ Հուսով եմ ոչ մեկն է չի գցի։ Գնացինք։ Օրո չեմ հավատում, համարյա է։ Արա կպավ, այն որ մտնում էր արդեն։ Մնացել է 2 հատ, հուսով եմ ոչ մեկն է չի գցելու։ Հուսով եմ կգցեմ։ Գնացինք։ Արա Օր էս ինչ դժվար է։ Դե ինչ վերջին գնդակն է, հուսանք կստացվի։ Արա մենակ թե լինի, խնդրում եմ մենակ թե լինի։ Օրո, մտելա մեջ։ Ռաֆո հաշվում ենք էտի։ Ես իմ։ Հաշվում ենք, չէ, մտելա։ Արա հենց մտավ դուրս եկավ, հավատես չի գալիս։ Արա բայց ստացվեց, ոնց։ Հենց վերջինը եղավ։ Ռաֆ, խնդրում եմ միավոր տու դրա համար։ Արա գցել եմ, չէ, գցել եմ։ Լավ, մեղք եկեք տանք։ Դու ստանում ես մի միավոր։ Այո, առաջին փուլում ես ստացա 1 միավոր։ Հուսով եմ մինչև 5 միավոր կկարողանամ հասնեմ ու սենց բարձրության վրա գիշերը չեմ անցկացնի։ Տեսնենք ինչ է լինելու վերջում։ Դե ինչ մենք երկրորդ փուլում ենք, ուրեմն այս փուլի համար թղթերը պետք է ուղարկեն վերև Կարոին, որով պետք է պատրաստի թղթե ինքնաթիռ ու վերևից թռցնի։ Թղթե ինքնաթիռ։ Եթե ինքնաթիռը հատեց կարմիր գիծը, ուրեմն ստանում է մի միավոր։ Ռավ, քանի հատ ինքնաթիռ պետք է սարքեմ։ Ընդամենը 5 ինքնաթիռ պետք է սարքի։ Եթե գոնե մեկը հատեց գիծը, ապա կստանամ 1 միավոր։ Գնացինք, սարքում ենք առաջինը։ Չգիտեմ ոնց է մոտս լինելու, բայց հուսանք լավ կստացվի։ Ծալում ենք այսպես, վերջին անգամ 4-րդ դասարանում էի սարքել ինքնաթիռ։ Առաջին ինքնաթիռը պատրաստ է, հուսանք կստացվի։ Գնացինք։ Ամենաառաջինը չստացվեց ու ընկավ լողավազանի մեջ, ինչպես տեսնում եք։ Շարունակում ենք, սարքում եմ մյուսը։ Վերջինն ենք ծալում։ Գնացինք։ Օրո, դուր գնաց։ Բայց դուք տեսաք, էդի հաշվում է, թե չէ։ Չէ, որտեվ հենց այս կարմիր գծի վրով պիտի անցնի։ Հասկացա, այսինքն պետք է ուղիղ այն կարմիր գծի մոտ գցեմ։ Հերթը ասավ երրորդին, այս անգամ ավելի ուշադիր պետք է լինեմ։ Գնացինք։ Օրո, այն կողմ գնաց, բայց նայեք ինչ երկար գնաց։ Մտավ հարևանի հայատ։ Բայց այս մոտիկ տեղը չկարեցավ գնա։ Գնացինք, նախավերջինն է, հուսանք կլինի։ Օրո, չէ, արա մի քիչ այն կողմ լներ, մի քիչ։ Դե ինչ հերթը ասավ 5-րդ ինքնաթիռին, հուսանք բախտս կբերի։ Գնացինք։ 3, 2, 1։ Օրո,
Համարյա հաղթելու էի։ Արա չեմ հավատում, անցնում էր։ Արա համարյա անցնում էր։ Արա մի քիչ է, կես մետր մի քիչ այնքան գնար, անցնում էր կարմիր գիծը ու ստանայի եւս մեկ միավոր, բայց ինչ արած, երկրորդ փուլում ոչ մի միավոր չստացա։ Կարս ցավում եմ, բայց այս փուլը պարտվեցիր։ Ոչինչ, ենթակաց մյուս փուլերը ինչ եմ անում, դու սպասի։ Տեսնենք ինչ է ինձ սպասվում երրորդ փուլում։ Կար շատ շոկ չի վերևը։ Արա մեռնում, հեսա վառվելու եմ արևից։ Ահա որ շոկ է, ահա որ արև է ու բերանես չորացել է։ Մի հատ ջուր էլի, խնդրում եմ շուտ բեր այդ ջուրը, աղաչում եմ։ Եկեք ջուր տանք, մեղ կա։ Արդեն վատ եմ, մի րոպե էլ ջուր չխմեմ, իսկապես կջրազրկվեմ։ Ջուրը վերջապես իմ մոտ է գտնվում։ Իսկապես էլ չեմ դիմանում, 2 ժամ ուղիղ վերևում եմ։ Արա, այս ինչքան էր հիմա ինձ սա պետք։ Տեսնենք Ռաֆոն երբ հատալու իմ մյուս չելենջը, իսկ մինչ այդ որ չվառվեմ արևից պաշտպանվելու համար, ստեղ կարելի է մի քիչ փակել, որովհետև որ մի քիչ էլ շարունակվի, արդեն այրվածքներ եմ ստանալու արևից։ Խայտարակ շոկ է։ Օրեից ինչ լավ է, արևից պաշտպանվում եմ։ Մինչ Ռաֆոն կպատրաստի հաջորդ չելենջը հենց հիմա փոքրացրա ու քո կողմից այս վիդեոյի տակ դիր լայք, միասին հավաքում ենք 30,000 լայք, քանի որ այս վիդեոյի վրա ահա որ շատ ենք չարչարվել ու հատուկ ձեր համար նայեք ինչ ռիսկերի եմ գնում։ Մի հատ անզգույշ քայլ, ուղղակի վիդեոյից պատճառով կարող եմ ընկնեմ ներքև, դրա համար աջակցեք ձեր լայքերով ինձ։ Դե ինչ փուլ երրորդ, այս փուլի համար ունենք օղակներ ու մի հատ այսենց երկար ձող։ Պետքա գոնե մեկը փորձի այսենց անցկացնի այս ձողի մեջ։ Եթե անցկացրեցիր կստանաս մի միավոր։ Օ, բարդ է լինելու երրորդ փուլը, բարդ է լինելու։ Լավ, օղակները ոնց եք տալու հիմա ինձ։ Աչքիս օղակ վերցնելու պահը ամենավտանգավորն է լինելու։ Օրա, որ շատ վտանգավոր բան ենք հիմա անում, զգուշ։ Գնաց։ Օրա ծառի վրա մնաց, ծառի վրա մնաց օղակը։ Այս ծառի վրից հիմա ոնց ենք անելու։ Ըհը, դավ է Ռաֆ, ըհը։ Ան մեկ, առաջին ինձ մոտ է։ Արա, մի քիչ բարձր։ Արա դե ոչ մի հատը չկարացավ գցի։ Ընդամենը մի հատն է դեռ ինձ մոտ։ Զուտ էլի է։ Պետք է նենց անեմ, որ գոնե այս 4 օղակներից մեկը հայտնվի այն ձողի վրա։ Ես արդեն պատրաստ եմ։ Գնացինք 3, 2, 1։ Առաջինը չեղավ, տենանք երկրորդում ինչ անելու։ Կար, դու կարաս։ Մնաց 3 հատ։ Աստված իմ հետ գնացինք։ Ուղղակի չեք պատկերացին Ռաֆոն ինչ բարդ չելենջներ է պատրաստել։ Ոչ մի ձև չի լինում։ Մնաց 2 օղակ։ Շատ դժվար է։ Համարյա թե։ Ժողովուրդ, վերջինն է։ Վերջինն է։ Հուսով եմ կգցես, կար։ Հուսանք։ Օրա չեմ հավատում։ Օրա հավատը չի գալիս։ Ընդեղ նայեք։ Ամենավերջինը ինձ մոտ հաջողվեց։ Այո, գցեց, ստանում եմ մի միավոր։ Բայց ախր հույս չունեի, ոնց էլի, ոնց։ Ինձ թվում էր այս փուլում ոչ մի միավոր չէի ստանա, բայց իմ բախտը բերեց։ Սպասենք մինչև մյուս չելենջը Ռաֆոն կպատրաստի։ Ախր բան է չկա անելու այդ ընթացքում, լուրջ եմ ասում։ Ուղղակի պետք է այսպես նստենք ու սպասենք։ Մինչև Ռաֆոն կգա միասին վառվում ենք կրկին արևի տակ։ Ոյ Աստված իմ, ալ կլինի ներքև չնայեմ, ամեն անգամ ներքև նայելուց սիրտս տեղից գցում է։ Հետաքրքիր է, սկզբում вообще չէի վախենում, հիմա ինչ որ վախ է մտել մեջս, որովհետև քամին ուժեղացավ ու գնալով ավելի է ճոճվում։ Աստված իմ։ Մենք արդեն 4-րդ փուլում ենք, որի ժամանակ մեզ հարկավոր է չափիչ բաժակ ու չէներգետիկ։ Ահա, ոնց որ չէներգետիկի հետ կապված չելենջ եմ անելու դզեց։ Կարոն պետքա փորձի չէներգետիկները վերևից լցնի այս չափիչ բաժակի մեջ, որը պետքա գոնե հասնի այս թվին։ Իսկ ինչ բարդ չելենջներ է։ Կար այս փուլի համար որ չէներգետիկները վատնես կլինի։ Հանուն վիդեոյի ամեն ինչ էլ կլինի։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ ուղարկի։ Բարձրացրա։ Դե ինչ չափիչ բաժակը դնում եմ հենց մահճակալի տակ։ Հուսանք այս փուլում էլ կստանամ միավոր։ Գնացինք։ Օրա, այն է բաժակ։ Արա շատ փոքր բաժակ է։ Ռաֆո ոնց եմ լցնելու սրա մեջ։ Գիժ ես դու։ Անհնար է։ Դե չգիտեմ, այդ արդեն քո գործն է։ Կամ էլ տենց պետք է քնես այդ բարձրության վրա։ Գնացինք։ Ֆու։ Արա անհնար է։ Չի լինում կամոտը անհնար է։ Շարունակում ենք։ Կանգնելուց էլ եմ վախենում, իսկ ես անգնելու եմ ներքև։ Արա շատ դժվար է։ Ափսոս է չէներգետիկները գոնե մեջը լցնես, հետո կխմենք։ Ըհը, համարյա, նայ, բռնել եմ ոնց որ։ Գալիս եմ նայեմ ինչ կնա։ Ահա որ բարդ է, բայց ոնց հասկանում եմ աննշան լցվել է։ Չէ, հələ շատ ունի։ Առաջին շիշը պրծավ, դեռ 2 շիշ էլ ունեմ։ Գնացինք, շարունակում ենք։ Արա զգուշ կարաս, կարամ։ Ըհը, արա ըլնում է, նայք։ Ըհը, երկրորդ շիշից էլ պրծա, վերջին շիշն է ժողովուրդ։
Չի լցվում, նայեք։ Չի ստացվում։ Արա են, իսկապես չգիտեմ ինչքանը կարեցա լցնեմ։ Գնանք տենանք լցրելա թե չէ։ Հուսանք էս ամենից մի բան կստացվի։ Հələ ասա տենամ ինչքանն եմ լցրել։ Լուրջ, օր այդքան լցվեց, բայց ոնց չէ։ Արա ոնց չէ։ Ինչպես տես մեկ չի հասել մի բաժակը։ Օրա չեմ հավատում, ինչքանն է լցվել։ Ընդամենը իմ ասացի կեսն է լցրել։ Օրա լավ, մեկ բաժակի փոխարեն կես բաժակ ինձ հաջողվեց լցնել։ Սա 4-րդ փուլն էր, ընդամենը 2 միավոր եմ կարողացել հավաքել։ 4-րդ փուլում էլ ոչ մի միավոր չստացա։ Ես արդեն հույս չունեմ, որ մի քիչ ներքև եմ քնելու։ Ուղղակի անհնար է 5 միավոր հավաքել։ Ինձ թվում է գիշերը հենց այս բարձրության վրա էլ անցկացնելու եմ։ Ռավ դեռ շատ չելենջներ ա մնացել։ Քո գործը չի, քո գործը տեղ մնալն է։ Չէ, բայց դուք տեսաք, ասում եք քո գործը չի։ Բա ում գործն է, Ռաֆո, եթե իմ գործը չի։ Իհարկե իմ գործն է։ Չի ասում քանի չելենջ է մնացել։ Լավ, սուսուփուս սպասենք մյուս չելենջին։ Մինչ Ռաֆոն կպատրաստի հաջորդ չելենջը միած շատ մեծ խնդրանք ունեմ բոլորիդ։ Իսկապես ես իմ կյանքը վտանգի տակ եմ դնում հանուն ձեզ ու ամեն վարքյան ուղղակի կարող է ընկնեմ այստեղից։ Դե համար ընդամենը ինձ ուրախացնելու համար միացիր ալիքին սեղմելով բաժանորդագրվելու նշանի վրա։ Մենք միասին պետքա ռեկորդներ սահմանենք Հայաստանի Հանրապետությունում ու լինենք առաջին բլոգինգի ալիքը, որ հատելու ենք 1 միլիոն բաժանորդի սահմանը։ Ես հավատում եմ մեր ուժերին ու ձեզ շնորհիվ ամեն ինչ հնարավոր է։ Սեղմելով այդ նշանի վրա բաց չես թողնի հետագա ավելի հետաքրքիր վիդեոները։ Ժամն է սպայն 5:53 է ու այսօր ընդհանրապես հաց չեմ կերել։ Առավոտից այս վիդեոն ենք նկարում ու հուսանք մի քիչ հետո գոնե Ռաֆոն ինձ ուտելիք կբերի, որովհետև ահա որ սոված եմ, չեք պատկերացնի։ Լուրջ եմ ասում համարյա աչքս կպնում էր։ Կարող է միամիտ շարժվեմ ու քնից մեջ ընկնեմ ներքև։ Դրա համար շատ զգուշ է պետք լինել, ոչ մի պարագայում ինձ քնել չի կարելի։ Ես պատկերացնում եմ գիշերը ինչ բարդ է լինելու։ Երթվում եմ, նոր աչքս համարյա կպնում էր։ Հու, լավ բրծա։ Ես Կարոյին վերևում մենակ եմ թողել, գնանք տենանք ինչ վիճակում է, հաստատ սոված կլինի։ Չեմ հավատում, Ռաֆոն հայտնվեց։ Բայց ես իր համար պատրաստել եմ փորձություն։ Ինչ որ բան եմ տեսնում ձեռքին, չգիտեմ ինչա, բայց ոնց որ ուտելիք է բերում։ Զզվելի մթերքները պետքա խառնի ես բլենդերի մեջ ու խմի։ Ես ոնց եմ խժռելու։ Եթե խմեց, կստանա միավոր։ Եթե չխմեց, ուրեմն ոչ մի միավոր։ Արա ինչ ելնի նենց եմ ուտելու, չեք պատկերացնի, ահա որ սոված եմ։ Կար։ Էդ ինչ ես բերը, բեր ուտելիքը սոված մեռնում եմ։ Հաստատ։ Հա, էդ ինչ հա։ Սա քո սպասած լավ ուտելիքը չի, պետք է այս մթերքները խառնես իրար, ստացվի զզվելի ըմպելիք ու դու պետքա խմես։ Եթե խմեցիր, մի միավոր ես ստանում, եթե չէ, ուրեմն 0։ Արա ես այսքան ժամը հաց չեմ կերել, դու ասում ես զզվելի ըմպելիք։ Լավ չի կարա։ Չեմ ուզում ոչ մի զզվելի ըմպելիք, բայց Ռաֆո, հիմա ասում ես այդ զզվելի ըմպելիքը խմելով մի միավոր կստանամ, հա։ Արա բայց ախր ես սոված եմ, հիմա սոված փորից զզվելի բան լցնեմ ստամոքսս։ Լավ էլի։ Եկեք տեսնենք ինչեր է ուղարկել Ռաֆոն։ Առաջին բանը՝ բլենդեր, յախ կարա ռանչ, հետո տեսնենք մրգեր եւ բանջարեղեններ, կծուբիբար եւ ձու եւ ջուր խառնելու համար։ Յախ կարա յախք։ Առաջինը լցնում ենք վարունգը։ Ես մնացածը գոնե ուտեմ, էլի խնդրում եմ։ Այ, աստվածի մեջ ինչ սոված եմ։ Ավելացնում ենք պամիդոր, փոքր կաղամբ, ավելացնում ենք խաղող, ելակ, ինչ որ կանաչի, լցնում ենք ռանչ։ Ահա որա, ուղակի ահա որա լինում։ Վրան կոտրում ենք ձու, կարա։ Հերիք չի գտնվում եմ այսքան բարձրության վրա, ամեն վարքյան վախենում եմ շարժվեմ, այս ամեն ինչի հետ մեկտեղ այսքան տանջում է ինձ Ռաֆոն։ Ձուն լցնում ենք այստեղ։ Հեն հիմա այդ սա խմելու ես, թե միավոր հանեմ։ Սարքեմ վերջացնենք, կհասկանանք խմելու եմ թե չէ։ Ավելացնում ենք կծուբիբար եւ դե վերջում ջուր, բայց մի քիչ խմեմ նոր։ Ոչ, պայմանները տենշի, սաղ ջուրը լցրել է։ Պայմանի չես ասե, գիժես։ Սա նայեք ոտի վրա կանոններ է որոշում։ Կարող ես դու էլ իջի ներքև ոտի վրա կանոններ որոշի։ Ջուրը ավելացնում ենք։ Պատկերացնում եք իմ մահճակալը նույնիսկ հոսանքի տեղ ունի։ Միացնում ենք այստեղից հոսանքը, դե ինչ եկավ խառնելու պահը։ Յախք, արա լավ, խնդրում եմ մի հատ տեսքը նայեք սրա, ահա որ է ուղակի։ Եվ ուշադրություն խմելու եմ այս գեղեցիկ բաժակով։ Արա լավ, պետք է ամեն ինչ անեմ, որ զորով խմեմ երկուքում, որ մեկ միավոր ստանամ այս փուլում։ Ֆու։ Դե անուշ լինի։ Ջան։ Ահա որ, կծուբիբարի հոտը տվեց քթիս առաջինը։ Հետո ռանչի, գնացինք լցնում ենք բաժակի մեջ։ Ըհն։ Խնդրեմ արդեն գտնվում է բաժակի մեջ, 2 կում պետք է անեմ, չէ։ 3։ 2։ Ոչ։ Ինչ 3, արա 2 կում ես ասես կыз։ Ես 2 կում եմ ասա։
Ասել ես 2։ Մենք 3 ենք պայմանավորվել։ Ասում է 3 կում։ Հաստատ չեմ կարա 3։ Գնացինք ձեր կենացը։ Մի կումը արել։ Մի կում խմել եմ։ Հիմա հումձուն 2։ Յախ, կորա։ Ես պետք է այս մի միավորը ստանամ, ձև չկա։ Վերջին կումն է, ես կարամ սա։ Հիմա ձու, ռանչ ու կծու բիբար։ Յախ, արել եմ Ռաֆով, արել եմ։ Ֆու։ Կարոն ստանում է իր 3-րդ միավորը։ Հեսա փորս սկսելու է ցավալ, այսօր ընդհանրապես հաց չեմ կերել ու այս զիբիլը հենց նոր լցրեցի փորս։ Դու ստացար քո 3-րդ միավորը։ Ռավ, բայց կատակը մի կողմ ահա որ սոված եմ, արա բան չեմ կերել այսօր, ես ինձ տանջում, մի հատ ուտելիք դժվար է բերել, ուտելիք եմ ուզում, խնդրում եմ, սոված եմ։ Կարոն հեշ չի վաստակելու իր ուտելիքը։ Ուտելիք եմ ես ուտուզ, այսա քթերիցս բերելու է այդ ուտելիքը։ Ամեն մեկս մեր կողմից թիվ ենք ասելու, եթե զառը Կարոն նետեց ու ընկավ իմ ասած թիվը, ուրեմն ես եմ որոշելու թե ինչա ուտելու Կարոն։ Բայց եթե Կարոն նետում է ու ընկնում է իր պահած թիվը, ուրեմն իր ուզած ուտելիքն են բերելու։ Գնացինք։ Ես հասկացա կանոնները։ Հուսանք իմ ասած թիվը կընկնի ու վերջապես այս չելենջում գոնե մի բան իմ սրտով կլինի։ Հələ որ ոչ մի բան իմ սրտով չի, հələ որ տանջվում եմ ես։ Դե ինչ, զառը գտնվում է իմ մոտ, ես կընտրեմ, հեսա ասեմ որ թիվը։ Ես ընտրում եմ թիվ 5։ Ես ընտրում եմ թիվ 3։ Ուսանք 3 չի ընկնելու։ Ձև չկա, այս մի բանը իմ սրտով պետք է լինի։ Գնացինք։ 3, 2, 1։ Եվ 5, դավա 5։ Ընկավ 2։ Այնքան պետք է գցենք, մինչև 2-ից 1-ի ասած թիվը ընկնի։ Զառը կրկին գտնվում է ինձ մոտ։ Տեսնենք այս անգամ իմ սրտով կլինի թե ոչ։ Գնացինք։ Հուսանք 5 ընկնելու։ Եվ Էնկոմ 1 ընկավ, նորից ենք անում։ Շարունակում ենք արդեն 3-րդ անգամ։ Եվ այ բասեինի մեջ ընկավ։ Արա լավ էլի։ Բեր մի հատ է բեր ստեղ։ Ոնց որ մի քիչ շատ չգցիր, դրա համար հիմա ես կգցեմ։ Տեսնենք Ռաֆոնա շարունակում գցելը։ 5 գցես Ռաֆո, 5, դավայ։ 5, դավայ։ Արա, էդ ինչ էր։ 6, արա։ Եվ 5, արա 5, արա իրա ձեռով 5 գցեց, դզեց, իմ ուզած ուտելիքն եք բերելու ինձ։ Հեսա մտածեմ, ինչ կարելի է ուտել։ Այս փուլում Կարոն ստացավ միավոր, որովհետև իր ուզած ուտելիքը ընկավ։ Բախտը դվերեց Կարո։ Մեկնաբանությունների բաժնում գրեք, եթե իմ փոխարեն լինեիք հիմա ինչ ուտելիք կուզեիք։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Արա ինչ ուզեմ, լավ։ Ես որոշեցի թե ինչ եմ ուզում։ Պիցա եմ ուզում, ահա որ ուտեմ, ժողովուրդ, ահա որ սոված եմ ու պատկերացնում եք աշխարհի ամենավտանգավոր մահճակալի վրա ինչ հավես է լինելու պիցա ուտելը։ Ռավ, խնդրում եմ, ինձ պիցա բեր, բայց գիտես ինչով, նայ։ Բերում ես բարակ, փոքր պիցա, պաներով, սնկով, արա էլ ինչ ուզեմ վրան։ Զեյթուն, չէ, վсё, վրան մենակ պանիր, զեյթուն ու սունկ։ Խնդրում եմ։ Չամիչ չեմ ուզում, չէ, պանիր, զեյթուն ու սունկ։ Խմորի մեջ թե չամիչ լինի։ Չէ, չեմ ուզում։ Չամիչով պիցա չենք ուզում, Ռավ ջան։ Չամիչով պիցա չենք ուզում, այ մարդ։ Չամիչով պիցա չենք սիրում։ Ռավ, պանիր, զեյթուն։ Կարծեմ զառը 5 չեր ընկել։ Կարծում եմ Ռավ դու արդեն լեզվի ես տալի եւ գնային պիցան բերելու։ Խնդրում եմ, հա։ Խնդրում եմ։ Ես կարող եմ հետևորդներին մի հատ գաղտնիք պատմեմ։ Ինքը Նյու Յորքում գրազրկրվել է, պետք է մետրոյի մեջ 10 ջիմաներ ու ինքը չարեց։ Էդ ինչ ասեց։ Ինչ ասեց, արա, չլսեցի։ Եթե հեշտությունը ասա, չդնես։ Գնանք Կարոյի պիցան բերենք։ Ես էլ մի քիչ կհանգստանամ, ինչև Ռաֆոեն գան։ Արդեն նենց 1 դարավ ինձ, որ բարձր եմ։ Նման բան երբեք չկրկնեք։ Լսում եք, երբեք չկրկնեք նման բան։ Ես սա զուտանում եմ հանուն կոնտենտի, չանեք հանկարծ sense բաներ։ Մենակ շուտ լինի պիցան, էլ չեմ դիմանում։ Զբաղմունք չունեմ, մի հատ հեռախոս ա մոտս ու վсё։ Հեռախոսի զայդ կենել 32% ա։ Ոնց է ինձ գիշերվա ընթացքում հերիքելու էսի։ Ժամանակը ահա որ դանդաղ էր անցնում, 24 ժամից դեռ անցել է 6.5 ժամը, բայց ես արդեն տեղս չէի գտնում այս բարձրության վրա։ Thank you։ Վերցրեցինք պիցան։ Ինձ թվում է ձեզ ցույց չեմ տվել այս տեսարանը, մի հատ խնդրում եմ ստեղ նայեք։ Ոտքիս կողքերը ընդհանրապես տեղ չկա։ Աննշան շարժում եմ, ուղղակի կընկնեմ ներքև։ Ահա որ է, մի հատ այս տեսարանը նայեք։ Իսկապես մենակ ես կարեի sense բան անել։ Աստված իմ։ Ֆու, շուտ բերեք այդ պիցան, մեռա սոված։ Ահա որ սոված եմ, արա արագացրեք։ Զուտ համը տեսնենք։ Վարդուշ եմ։ Կահվան եմ։ Գնանք տեսնենք ինչ վիճակում է։ Վերջապես
20 րոպե անց հենա ոնց որ գալիս է Ռաֆոն արդեն պիցան ձեռքին։ Բերել ենք պիցատ։ Շուտ բերեք, շուտ, էլ չեմ դիմանում։ Արա ես է սովածացա, այնքան սպասեցինք պիցային։ Արա եկավ։ Կամաց։ Վերջապես իմ պիցան իմ մոտ է գտնվում արդեն։ Այո, արա մի հատ, օй։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, այս գեղեցիկ տեսարանում վայելելու եմ իմ պիցան։ Այսօրվա առաջին ուտելիքս է։ Սոված ես։ Հեսա մի քիչ ուտեմ, հետ ուղարկեմ ներքև կեր։ Արա, դուզեց։ Արա, ես ինչ սոված եմ։ Վերջին կտորներ ուտեմ, ուղարկեմ ներքև, Ռաֆոն էլ է սոված։ Всё, ես մնացածն է Ռաֆոին։ Գրող։ Կեր պիցաս, անուշ լնի։ Իմ գցած զառով ես հիմա այդ պիցան ուտում, իմ զառի շնորհիվ, իմ որոշումներ դա։ Ինչպես տեսնում եք, արդեն մութը գրեթե ընկնում է։ Մի հատ մայրամուտի գեղեցկությունը խնդրում եմ նայեք։ Իսկապես հրաշքամ անավանդ վերևից։ Ամենասկզբից ահավոր էր, այս թեթև շարժվելուց սիրտս կանգնում էր, հիմա արդեն սովորել եմ։ Վերջի փուլ, այս բային կարող ունի 4 միավոր, եթե այս փուլն էլ հաղթեց, ստանում եմ մի միավոր ու իրան սենց մի քիչ կիչացնենք, որ գիշերը ապահով ավելի քնի։ Իսկ եթե Աստված շանի չստացա միավոր, ամբողջ գիշեր անցկացնելու եմ այս բարձրության վրա, այսինքն եթե մի հատ սխալ շարժում, ուղղակի կարող է հայտնվեմ ներքևում գիշերը։ Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ այս փուլում ստանամ միավոր։ Կար հիմա ես քեզ ուղարկում եմ ձու ու մի քանի ավել բան։ Պետքա վերևից փորձես ձուն նենց գցես, որ ձուն չկոտրվի։ Եթե չկոտրվեց, ստանում ես մի միավոր ու հաղթում ես։ Այս փուլը հետաքրքիր է լինելու։ Պատրաստ ես։ Հիմա պետք է նենց անեմ, որ ես ձուն չկոտրվի, զուտ ունեմ անձրոցիկ, աման և սկոչ, գնացինք։ Երկու տակ ծալում ենք սա, ձուն դնում ենք մեջտեղում, փաթաթում ենք մեջը։ Դե ինչ ձուն ամբողջովին այստեղ է գտնվում, դնում ենք ամանի ներսում, փակում ենք, կարծում եմ սկոչի կարիք չկա, ամբողջովին փակված է։ Գնացինք։ Եկավ ձուն ներքև գցելու ժամանակը։ Գլխից չնետես։ Չէ, հանգիստ տեղի։ Գնացինք։ 3, 2, 1։ Այքը, իսկ թվում է բան չի եղել, հա? Տեսնենք հետ։ Արա մի արա։ Հեսա տեսնենք։ Մի արա, գիշես դու։ Արա քիչ է։ Ինչ անում։ Հիմա տեսնենք։ Ես նորմալ գցել էի, վերցես մի քանի անգամ խփեց գետնին։ Ջարդվել է։ Ջարդվել է։ Ջարդվել է։ Ապրես, ինչ ասեմ, խի վերցի այդքան խփիր գետնին։ Բայց իմ խփելուց չէր։ Խի է, արա խի, ինչի համար։ Որտեղ ֆիզիկայի մեջ Նյուտոնի երրորդ օրենքով բարձրության ուժից ավելի վնաս հասցվում։ Առավ, հա, եղավ։ Վերցրես մի քանի անգամ խփես գետնին, դուք տեսաք։ Արա չուզող ես դու։ Դու կքնեիր այսքան բարձր տեղ օրինակ։ Գիշերը։ Հա։ Այո, վերջ, Ռաֆոյի պատճառով մնում ենք այս բարձրության վրա ու գիշերը անցկացնում նույն բարձրության վրա։ Ծտերը կգան հետ կխոսան։ Ուղիղ 5 րոպեից արդեն ամբողջովին մութ կլինի։ Արդեն բավականին ցրտեց, կարծում եմ կարելի է ծածկվել։ Չեմ պատկերացնում ոնց եմ գիշերը մնալու այստեղ, ահա որ է լինելու։ Ես ինչ ցուրտ է, ոտքերս սառցակալել է։ Արդեն քիչ-քիչ ինձ լույս է անհրաժեշտ, դրա համար ինձ թվում է Ռաֆոին պետքա խնդրենք, որ ինձ լույս բերի։ Եկեք զանգենք Ապտոյին, ցույց տանք, թե ես այս բային ուր եմ գտնվում։ Ինչպես հիշում եք, իրեր նկարել եմ նարնջագույն Lamborghini-ի վիդեոն։ Եկեք տեսնենք ինչ ռեակցիա կտա, որ ինձ տեսնի այս հենց բարձր տեղում։ Կարես։ Ինչ կա, ոնց ես։ Լավ, կյանքը, դու ոնց ես։ Ասի մի հատ բան ցույց տամ, նայ։ Հիմա ինչ 24 ժամ դե պետք է լրվես։ Գիշերն էլ ստեղ պետքա քնեմ։ Good luck. You're crazy. Այտենց։ Crazy. This guy is crazy. Դե ինչ ժամն ես պային 11:09, բավականին երկար ժամանակ է ինչ վերևում եմ։ Իմ համար հանգիստ նստած էի, մեկ էլ հասկացա, որ ահա որ դեմքս մռմռում է։ Մի հատ խնդրում եմ ստեղ նայեք, արևի տակ փաստորեն սաղ ցերեկ վառվել եմ։ Դեմքս ահա որ է ուղակի, չեմ կարող կպնում եմ, սկսում եմ մռմռալ։ Ես այս վիճակով իսկապես չգիտեմ ոնց եմ գիշերը ստեղ անցկացնելու, կողքերս էլ ամբողջովին բաց է։ Մի փոքր անզգուշություն ու հայտնվում եմ ներքևում։ Եղանակն էլ ահա որ ցրտեց, Ռաֆոին պետքա խնդրեմ տաք բաներ ուղարկի վերև, որովհետև ես չեմ կարող դիմանամ։ Հա, ոնց է ատե ժամին, շատ չես մրսում։ Ահա որ է, կակրած նոր հետևորդներիս էլ էի դրա մասին ասում, սառցակալել եմ, չհաշված այն, որ վառվել եմ, սաղ դեմքս կարմիր է։ Ինձ մի հատ շուտ ինչ-որ տաք բան է պետք հագնել, թե չէ կհիվանդանամ լուրջ։ Լավ տղա ջան, ես այդքան դաժան չեմ, ես քո համար նախապես պայուսակ եմ պատրաստել, մեջը անակնկալներ ունես։ Լսեցիք, Ռաֆոն անակնկալներով պայուսակ է հեսա ուղարկում վերև։ Ոնց որ հետաքրքրանում է, հա։ Գնանք անակնկալը դանք, տեսնենք շատ կուրախանա, թե չէ։ Պադյում։ Այս ինչ ծոներ է։
Աստված իմ, այս ինչ ծաներ էր, մի կերպ բարձրացեցի վերև պայուսակը, իսկապես հետաքրքիր է թե ներսում ինչ ա լինելու։ Սկսում ենք ստեղից։ Տեսախցիկի մարտկոցներ, որ գիշերը անընդհատ կարողանամ նկարել ու զայատկան չնստի։ GoPro-ի մարտկոցը վաղուց նստել է։ Դե համար հիմա կփոխեմ, որ երկու տեսախցիկով ինձ տեսնեք։ Փոխում ենք GoPro-ի մարտկոցը։ Կարիս դու ջոգել ես այդ փաստը, որ ես ստեից կարամ ես սարքը հանջատեմ ու դու կյանքում ճիշտ ես ստեից։ Ես ընդամենը այս բանալին կարամ ֆցնեմ ձախ, որ սարքը հանջատվի։ Ինքը չի կարողանա իջնել այնտեղից, բայց չեմ անում, որտեվ բարի տղա եմ ախր։ Եկավ պահը պայուսակի պարունակությունը ուսումնասիրելու, տեսնենք թե Ռաֆոն ինչ անակնկալներ է ինձ ուղարկել վերև։ Արա, չիփս, վերջապես ինչ-որ սնունդ պիցայից հետո։ Վայ, շնորհակալ եմ, Ռաֆ։ Անցնում ենք առաջ։ Դզեց։ Հուդիս ա ուղարկել, որ գիշերը չմրսեմ։ Դու ամենալավն ես, Ռաֆը։ Լուրջ եմ ասում, կյանքում այսքան չէի ուրախացել ինչ-որ մի բանից, ոնց որ հիմա այս հուդից։ Հուդին շուտ հագնենք, չմրսենք։ Օրո դզեց։ Այս ուրիշ։ Իդեպ իմ բոլոր պրոդուկտները կարող եք ձեռք բերել միայն ու միայն զանգագրատներից։ Հավատա քեզ ապրանքանիշը ուրիշ ոչ միտեղ չի վաճառվում, օրիգինալը միայն զանգակում, հիշեք։ Օնլայն պատվիրելու լինքը նկարագրությունների բաժնում է։ Այս ինչ տաք եմ հիմա։ Շարունակում ենք։ Փափուկ աղալիք։ Նոր ընկեր ունեմ վերևում։ Դնում ենք այստեղ նոր ընկերոջը։ Օրո։ Ռաֆո կմորթեմ քեզ, արա։ Սունկի մեջ մի բան շարժվում է։ Ինչ ես դրել սունկի մեջ, արա։ Իսեր ասո, բան չեմ դրել։ Արա երթվում եմ, սունկի մեջ մի բան շարժվում էր։ Ապուշես, ես ինչ ա մեջը։ Արդեն գժվել է, ժամոտ գժվելու process-ներն է, ոչինչ։ Արա գիժես, դու ես ինչ ես դրել սունկի մեջ։ Ռաֆո դու ծեծ ես ուտելու։ Հենց նոր շոշափեցի ու ինձ թվաց պայուսակի մեջ շարժվող բանա, դու մի ասա ռեզինից էր ու իրական չէր։ Ռաֆ դու իմ ձեռից չես պրծնելու։ Հա, բայց դա սունկիդ մեջ էր, ես չեմ տեսել։ Մեկնաբանությունների բաժնում գրեք թե Ռաֆոյի գլխին ինչ կարելի է անել, որ մյուս անգամ իր հալը տենա ու հասկանա, որ մենակ ինքը չի կարա իմ գլխին սենց բաներ անի։ Հաջորդը, ես ինչ արա։ Արա լավ, արա։ Չեմ հավատում, մի հատ խնդրում եմ ստեղնակ։ Դիմակների վիդեոից է աշկից մնացել ու ես տեղյակ չէի սրա մասին։ Ռաֆո, գիժես դու, ապուշես արա դու։ Էսի ուղարկել ես վերև, որ ինչ անեմ ուզում եմ հասկանամ։ Իմաստը որն է սրա։ Վերևի համար անպետք ու անիմաստ իրա, բայց լավ ուրախացրեց։ Best singer and YouTuber հավատա քեզ Կարո Այրումյան։ Խնդրում եմ կարդացեք։ Շնորհակալ եմ անչափ։ Լավ, կարս քեզ այդտեղ ժամանակ եմ տալի, ես մի հատ պետք է արագ թռնեմ տիեզերք, էլի արագ կանչեցին։ Կգամ բայց։ Զգուշ։ Հա։ Կբարևես այլ մոլորակայիններին, կբարևես։ Ասես Կարոն կարոտելա գա, շուտով կտենա ձեզ։ Ռաֆոն մի քիչ խառը գործեր ունի, պետք է այլ մոլորակայինների հետ հանդիպման գնա։ Իրան չխանգարենք, մենք կշարունակենք ուսումնասիրել պայուսակի ներսի իրերը։ Ջուր, բայց չգիտեմ խմեմ թե չէ։ Կատակը մի կողմ այսքան ժամանակ, ինչքան որ ջուր խմել եմ, հիմա մի քիչ վատ եմ, սուքարն եմ ուզում, բայց տարբերակ չունեմ։ Մերսի Ռաֆ, բայց կարիքը չկար։ Հաջորդ իրը։ Ծեծ ա ուտելու, լուրջ։ Եղավ Ռաֆո տղա, եղավ հաջորդը։ Աչքի տեսքով կոնֆետ։ Մերսի։ Հետո էլ ինչ կա։ Թթու կոնֆետ ունենք, թթու կոնֆետ, դզեց, բացում ենք, գնացինք։ Տեսնենք թթույա թե չէ։ 3, 2, 1։ Այս կո Ռաֆո։ Աստված իմ։ Արա էս ինչ էր։ Էս ինչքան եմ հետ վարժվել թթու կոնֆետներին։ Երթվում եմ կերածս ամենաթթու կոնֆետն էր սա։ Ահա որ էր իսկապես։ Ֆու։ Հաջորդը եկեք տեսնենք։ Էլի կոնֆետներ, բայց մի ձևի սիրտս չի ուզում։ Այո, վերջապես մի հատ պետքական բան։ Մենք արդեն ունենք դինամիկ, որով կարանք երգեր լսենք վերևում։ Էլ ինչ կա այստեղ։ Եվ այստեղ ես արդեն կռահում եմ, այո։ Ճիշտ էլ կռահել էի։ Չեներգետիկ ունենք խմելու, բայց ես ինձ խոսք եմ տվել, որ էլ ոչ մի հեղուկ չեմ խմելու, որովհետև դեռ պետք է գիշերը կարողանամ ստեղ անցկացնեմ, չէ՞։ Արդեն լավ չեմ։ Խնդրում եմ մի հատ այս տեսարանը նայեք, ինչ խառն է, չէ՞ մոտս։ Սա էլ ներքևի տեսարանը գիշերով։ Լողավազային լույսերը արդեն վառված է, այս կողմից վրա էլ այս տեսարանն է։ Մի հատ ստեղ հավաքենք։ Ահա եւ վերջ ամեն ինչ հավաքած է, արդեն կարող ենք վայելել չիփսը։ Եկեք Instagram-ից հետևորդներին տեղեկացնենք, թե հիմա ինչ վիճակում եմ ես։ Ժամը գիշերվա 12-ն է լինում, այս վիճակն է։ Արևից դեմքս վառվել է, բայց լավ եմ դեռ։ Ուսանք գիշերը աչքս չի կպնի, որովհետև ահա որ է, շատ վտանգավոր է այստեղ։ Գցեցի Instagram-ի story։ Այնտեղ հետևորդները ամենաառաջինն են իմանում, թե ինչ է իրենց սպասվել YouTube-ում, այնպես որ գնացեք հետևեք։ Լավ, կարս քեզ այդտեղ ժամանակ եմ տալի, ես մի հատ պետք է արագ թռնեմ տիեզերք, էլի արագ կանչեցին։ Կգամ բայց։ Զգուշ։ Հաջորդը։ Աչքի տեսքով կոնֆետ։ Մերսի Ռաֆ,
երեք մի ժամը աշկես հազում է կպնի, սենց մի կերպ աշկերս բացում եմ ու ինձ ստիպում եմ, որ հանկարծ ոչ մի պարագայում չքնեմ, որովհետև եթե միամիտ աշկս կպավ, իսկապես լավ չի ավարտվի այս ամեն ինչը։ Արդեն գիշերվա ժամը 12:26 է, լույսը բացվելուն մոտավորապես 5:30 ժամ կա, ժամը 6:30 արդեն լույսը կբացվի։ Պետք է մի կերպ ձգեմ ու հանկարծ չքնեմ, բան չմնաց, համարյա հաղթահարում ենք միասին այս 24 ժամ չելենջը։ Չես քնելու կարո, չես քնելու։ Քունը ստանում է, Ռաֆոն էլ չկա մոտակայքում չի, չգիտեմ ուրա գնացել, բայց ինձ թվում է արթուն է տան լույսերը, որտեղ միացրած է։ GoPro-ն, որը ինձ նկարում էր վերևից, մարդկոցը նստեց, դրա համար ես կշարունակեմ սրանով նկարել։ Կարծում եմ բավականին շատ ժամանակ է անցել, հեռախոսից մարդկոցներ է նստել, ժամ չեմ կարում նայեմ, բայց Ռաֆոն ներքևն է, հիմա իրանից կհարցնենք, խնդրեմ ենա։ Խեղճին արթուն նստացրել եմ, սաղ ժամանակ հետևում է ինձ, որ հանկարծ աշկս չկպնի։ Ռավ, ժամը քանիսն է։ 4:28։ Արա չեմ հավատում, 4:28, 2 ժամ։ 2 ժամից մի քիչ է մնացել, որ լույսը բացվի։ Հավատս չի գալիս։ Ինձանով իսկապես հպարտ եմ, եւս մի 24 ժամ challenge մոտենում է իր ավարտին։ Ինձ թվում է սա ամենաբարդ, ամենավտանգավոր 24 ժամ challenge-ն էր, որը դեռևս ես արել էի։ Ահա որ մի հատ խնդրում եմ ստեղ նայեք։ Կողքերս ամբողջովին բաց։ Ես իսկապես չգիտեմ ոնց եմ ռիսկ արել ու այս քայլին գնացել։ Եվս մեկ անգամ բոլորիդ հորդորում եմ միացեք ալիքին, սեղմելով վիդեոյի ներքևում գտնվող նշանի վրա, որպեսզի բաց չթողնեք հետագա ավելի մասշտաբային վիդեոները։ Նաև մեկնաբանիչների բաժնում պլյուս դրեք, եթե ցանկանում եք էլի նկարեմ տարբեր 24 ժամ challenge-ներ։ Սպասենք մինչև լույսը կբացվի։ Բարի լույս, սիրելիներս։ Չգիտեմ ոնց աչքս մի քանի րոպե կպել էր, այո լսում եմ միանգամից այս տիտիկների ծլվլոցը ու աչքերս միանգամից բացվում է։ Տեսնեմ ինչ որ արդեն առավոտ է։ Հավատս չի գալիս վերջապես։ Ինձ թվում է Ռաֆոյի գալուն պետք չի սպասել, ես իմ 24 ժամ challenge-ը կատարել եմ։ Այստեղ մի հատ կոճակ է գտնվում, որը իրականում sense դեպքերի համար է նախատեսված, որ մնում ես վերևը սեղմում ես ու պետքա որ ինքնիան իշնի։ Եկեք մի հատ փորձենք, ես 5 րոպեից ավել չեմ կարող վերևը մնամ, սարսակարել է ոտքերս ու ձեռներս։ Արա չեմ ավատում, իշնում ենք ներքև, խնդրում եմ ստեղնեք, ես ավասարվում եմ ծառին, նայեք, իջա ներքև, բան չմնաց, արա, ես արդեն ներքևում եմ, արա չեմ ավատում, ես ինչ անսովոր է, ահա եւ վերջ, արա հավատես չի գալիս, արա ուր հետ տղեն գնացել, լավ Ռաֆո տղա, ես ատես գլխիդ ինչ եմ ես բերելու, հուսով եմ վայելել ես այս 24 ժամ challenge-ը աշխարհի ամենավտանգավոր մահճակալի վրա, այս վիդեոյի տակ հավաքում ենք 50,000 լայք եւ ես խոստանում եմ, որ նույնը Ռաֆոյի գլխին եմ անելու, իրան ենք ուղարկելու վերև 24 ժամով ու կտեսնեք թե այս տղեն ինչեր է բերելու Ռաֆոյի գլխին, եթե մինչև այստեղ նայեցիր պլյուս կդնես մեկնաբանությունների բաժնում անպայման, դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը, ցտեսություն։